Վերջերս Արամ Սարգսյանը այսպես է արտահայտվել իր եղբոր ու հոկտեմբերի 27-ի գործի առնչությամբ։ Եղբորս արածը պահել էր պետք, երբ հոկտեմբերի 27-ի դատավարությունը կեղծվում էր, ու մենք պայքարում էինք դրա դեմ։ Կամ ասում եք, այդ որ Ռոբերտ Քոչյանը ժպտում էր, ինչի գնացի վարչապետ, գնացի որպեսզի հոկտեմբերի 27-ի գործը չկոծկեն։ Այդ դրա համար գնացի։ Իսկ հիմա լսենք, թե ինչպես էր այն ժամանակ Ռոբերտ Քոչյանի մոտ վարչապետ աշխատող Արամ Սարգսյանը բավարար գնահատում հոկտեմբերի 27-ի գործը։ Ո՞նց է գնահատում նախաքննության ընթացքը։ Բավարար։ Ավելի կոնկրետ բավարար։ Ոչ լավ, բավարար։ Ես չեմ կարող նման դեպքում արդյունքներ, թվանշաններ տալ։ Դժգոհ եմ ժամանակը երկար ձգվելուց։ Ինձ թվում էր պետք է ավելի արագ լինի, բայց հետո պարզեցի, որ նման հանցագործությունները այդքան արագ չեն բացվում, բայց իմ կարծիքով բավարար է։ Ուզում եմ հիշեցնել, որ Արամ Սարգսյանը վարչապետ է դարձել իր եղբոր մայից ուղիղ 6 օր հետո 99 թվականի նոյեմբերի 2-ին, եւ եթե նրան թվում է թե ինքը շատ մեծ գործ է արել ու պայքար է ծավալել, ապա իրականում կարծում եմ նա ընդամենը Ռոբերտ Քոչյանի քաղաքական քայլերի զոն է դարձել եւ չի կարողացել իր նպատակին հասնել, քանի որ այդ ժամանակ ցասումը մեղմելու համար Ռոբերտ Քոչյանը նշանակել է նրան վարչապետ, բայց ընդամենը 6 ամիս հետո հեռացրել այդ պաշտոնից։ Իսկ Արամ Սարգսյանը իր թուլության եւ անզորության շնորհիվ չի կարողացել նախ որևէ բացահայտում անել եւ այդ գործի առնչությամբ որևէ դրական քայլ անել եւ բացի դրանից այնքան ուժ չի կարողացել ունենալ հրաժարական չտալու եւ այդ գործի առնչությամբ մինչեւ վերջ գնալու եւ թողել է որ Ռոբերտ Քոչյանը իր ձևով ու իր կամքով կարի այս գործը։